Վիկտորիա ջրվեժ, Աֆրիկա։ Զիմբաբվեի և Զամբիայի սահմանին գտնվող որոտաձայն Վիկտորիա ջրվեժը, որն արևմուտքի ուշադրության կենտրոնում հայտնվեց շոտլանդացի բժիշկ միսիոներ և հետազոտող դոկտոր Դեյվիդ Լիվինգսթոունի շնորհիվ, աշխարհի ամենամեծ ջրային կասկադն է։ Հարավային Աֆրիկայում ամենաշատ այցելվող վայրերից մեկը, Վիկտորիա ջրվեժը, առաջացել է այն տեղում, որտեղ Զամբեզի գետը հասնում է մոտավորապես 1 մղոն լայնություն և 324 ոտնաչափ բարձրություն ունեցող թեք կիրճին։ Այն մոտավորապես 2 անգամ բարձր է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի սահմանին գտնվող Նիագարա ջրվեժից։ Վիկտորիա ջրվեժից հետո գետը շարունակում է հոսել 50 մղոն, 80 կիլոմետր, անցնելով բազմաթիվ բարձր կիրճերի միջով, որոնցից առաջինի խորավազանը, որտեղ լեռնային հոսանքը մոլեգնում է բարձր ջրերի մոտ, կոչվում է Եռացող կաթսա։ Դոկտոր Լիվինգսթոունը արևմուտքից եկած առաջին մարդն էր, ով հաղորդեց մշուշապատ 1855 թվականին Զամբեզի կատարած արշավի ժամանակ ջրվեժ այցելելու մասին, և ի պատիվ թագուհու ջրվեժը անվանեց Վիկտորիա։ Ռեժիսոր Վահան Նահապետյան, կարդաց Անահիտ Նավասարդյանը։